Գյումրու ավագանունից այսօր չիրականացավ պատճառը քաղաքացիական պայմանագիր խմբակցության ամբողջ կազմով չներկայանալն էր, ինչպես նաև մեր քաղաքը խմբակցության մեկ ավագանու անդամ գտնվում էր տնային կալանքում, իսկ Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանն ընտանը հակակոռուպցիոն կոմիտեն իրականացնում էր խուզարկություն, որի պատճառով վերջինս եւս չէր հասցրել ներկայանալ ավագանունիստին։ Ոչ մի բան չեն հայտնաբերել, չէին էլ կարող հայտնաբերել, քանզի Բայց արդյունքում ավագանունիստը չեղարկվեց, դուք կապ տեսնում եք այս ամեն ինչը։ Միանշանակ դա կապված է դրա հետ, որովհետև այսօր խոսք ունեի ասելու ես, ելույթ ունեի անելու եւ չկարողացա, հա, ստեղծված իրավիճակի։ Ինչպես հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից, խուզարկությունը Հայաստան Դաշինքի համակիրների կողմից ընտրակաշառք տալու ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում է։ Գյումրու քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանն էլ նշում է, սա հերթական քաղաքական ճնշումն է, որպեսզի կառավարման ճգնաժամի մասին խոսույթը իրականություն դառնա։ Ճգնաժամը արհեստական է, շինովի է, չկա այդպիսի բան եւ փաստը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւս մեկ անգամ տաբալեց ավականունիստը։ ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը Facebook-յան հայտարարության պատասխանեց, որ չներկայանալու պատճառներից մեկը իրենց խմբակցության կողմից ներկայացված սուբվենցիոն հայտերի առաջարկների մերժումն ու նիստերի օրակարգում չներառելու արատավոր քաղաքականությունն է։ Գյումրու կառավարումը ստանձնած միավորների համախմբումը ուղիղ վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության անվտանգությանն ու ինքնիշխանությանը, իսկ նմանատիպ իրավիճակում սպասելը, որ այս մարդիկ ի վիճակի են թեկուզ իրենց քաղաքի համար մի դրական բան անել, միամտություն կլինի։ Գյումրու եւ Գյումրեցու շահերն առհամարող Գյումրի նպաստացի ճգնաժամի առաջ կանգնեցրած ուժերը պետք է հեռանան, գրել է Սարիկ Մինասյանը։ Նիստի կայացման համար անհրաժեշտ է 17 ավագանու ներկայություն, այսօր ներկա էին նրանցից 16-ը։ Հավելենք, որ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղի ունեցած նիստի ժամանակ տնային կալանքում գտնվող մեր քաղաքը խմբակցության ավագանու անդամ Արտակ Հովսեփյանի մանդատը փոխանցվեց Արա Պետրոսյանին։ Նիստի օրակարգում մեկ հարց էր, մեր քաղաքը Դաշինքի ավագանու անդամը մանդատը վայել է տրել, համայնքի ղեկավարը ընդունել է արձանագրություն է կազմել այդ վերաբերյալ եւ նա ամսի 19-ին ուղարկել էր մեզ կից գրությամբ, ուղարկել էր այդ արձանագրությունը եւ հիմք հանդիսացող ավագանու անդամի դիմումը։ Մենք օրենքով սահմանված կարգով մեկ շաբաթվա ընթացքում պետք է նիստ գումարեինք, նիստը գումարվել է այսօր ժամը 17:00-ին եւ մեր քաղաքը Դաշինքի հերթական հաջորդ համարին տրվել է մանդատ։ Քաղաքացիական պայմանագիրը շարունակում է արտահերթ ընտրությունները պահել օրակարգում, իսկ ավագանու 4 ընդդիմադիր ուժերը վստահեցնում են՝ միասնական են լինելու քաղաքը կրկին ցնցումների չտանելու համար։